Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ պես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու ասի թուրք որպես հայոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Երեկ երեկոյան ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ամբողջ աշխարհի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը համամարտկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է եւ ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Այս հայտարարությունից ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել եւ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է, որ 1939 թվականին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է, որ 1950-ին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Սա մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Վարչապետի այդ հայտարարությունները մեծ բողոքի ալիք են բարձրացրել թե համացանցում, թե համացանցից դուրս։ Շատ հայ հայտնիներ անգամ անդրադարձել են այս թեմային։